Սրանց իշխանությունը մեզ ապացուցեց, որ իրենք կամքից սարսափելի թույլ մարդիկ են, ովքեր առաջին իսկ վարքյանից ծնկի եկան փողի առաջ, իշխանության առաջ, փողը իրանց վզից բռնեց, իրանց այսպես ծնկի բերեց, որովհետև իրանք չեն ունեցել ծանր մանկություն, չեն անցել դժվարությունների միջով, չեն անցել պատերազմներով, չեն աշխատել, չեն ստեղծել, չեն չարչարվել, սպորտով չեն զբաղվել, չեն զգացել այդ ծանրությունը, չեն ունեցել այդ ներքին կամքի ուժը, որ կարանան իրենք փողին ու իշխանությանը կառավարեն, ոչ թե փողն ու իշխանությունը։ Իրականում դա սարսափելի դժվար գործ է, սիրելի հայրենակիցներ։ Այդպիսի անկամք մարդիկ չեն կարող երբեք դիմակայել իշխանության գայթակղությանը, չեն կարող դիմակայել կյանքի այս գայթակղություններին, դրա համար իրանց մոտ ամեն օր խրախճանք կա, ուտուշ խմուշ է, քեֆ է, զվարճանքներ է, փողը, լիքը, ցոփ ու շվայտ, ու իրանք խոսում են կառավարելուց, հələ իրանց ընտանիքի անդամներին նայեք, իրանց երեխեքին նայեք, դրանց զբաղմունքը նայեք, փողը կերել է իրան ու իր ընտանիքին, եւ Փաշինյանին, եւ Փաշինյանի մերձավորներին, որովհետեւ իրանք չունեն կամքի ուժ իրանց զսպելու, այդ ալկոհոլը չօգտագործելու, այդ նարկոտիկը չօգտագործելու եւ օգտագործելուց հետո ավելի խորը անդունդ են հայտնվել։ Դարել են նարկոշների խունտա, ու սրանք պետք է պետության համար պատասխանատու եւ ճակատագրական որոշում կայացնեն վաղը, քո երեխու կյանքի համար որոշում կայացնեն։ Մի հատ ստափվիր, մի հատ նայիր դրանց լպիրշ պահվածքը, դա ղեկավարի պահվածք է ազգային ժողովում, դա պատգամավորի պահվածք է, այն տիպի լպիրշ, որ մարդկանց հունից հանում են ամենավերջի ձևով, իրանք հրահրում են այս ամեն ինչը։ Եվ հետևաբար հարգելի հայրենակիցներ, հասկացեք սրանք եւ իրանց անձնական կյանքով եւ ցանկացած ձևով ի վիճակի չեն լինել ղեկավար։ Հասկանում եք, միլիոնավոր դոլարներ այսօր տվել եք, ձեր փողը տվել եք Նիկոլի պես, հարբեցողի ձեռքը ու բողոքվում եք կյանքից։ Կծախի, կխմի, սաղ երկիրը կուտի։ Հարբեցող անկայուն, անհավասարակշիռ մարդ է։ Հիմա որ ես գամ ձեզանից մեկիդ ասեմ մի միլիոն դրամ տվեք դրամ, մի հատ կնայեք ինձ ով եմ ես, ձեր ամենամոտ հարազատը, որ ձեզանից պարտքով գումար ուզի, դու կնայեք մի հատ ով է, ես կարա այդ փողը տերելնի, ձեզ հետո հետ վերադարձնի, չվերադարձնի, հիմա մի ամբողջ ազգով, մի ամբողջ պետության բյուջե, միլիարդավոր դոլարներ, պետության ամեն ինչը տվել ենք սրանց ձեռքը, ոնց ենք մենք թույլ տալիս, որ սրանք մեր բյուջեն վերահսկեն, որ